Բալուի խորտոները, խորոդ են աղջիկները, խորոդ են աղջիկները, բալուի խորտոները, խորոդ են աղջիկները, խորոդ են աղջիկները։ Բարև ձեզ, եթերում է Game Changers podcast-ը։ Ես Անին եմ։ Ես էլ եմ։ Եվ այսօր մեր հյուրն է Խորատակ Game Studio-ի համահիմնադիր եւ Game Changers ծրագրի դասընթացավար Տիգրան Ավետիսյանը։ Բարև ձեզ, ընկեր Տիգրան։ Ինչ եք։ Բարև, շատ լավ, միշտ որ GTC-ից հրավերք ստանամ, մեծ հաճույքով կուկամ, կախված դասընթաց է, թե ինչ որ զուտ հանդիպում է, միշտ մեծ հաճույքով եմ եկել ստեղ։ Ինչը խասակ Գյումրի։ Շատ լավ իրականում, հենց անձրևները պրծավ Երևանում շոկը տվեց, արագ փախնելու վախներ, դուր համար հավաքվանք լսվանք ավտոն ու արագ եկանք ստեղ որ մի քիչ հովնենք։ Ձեր փորձությունը գտաք մեր մոտ։ Դե ոչ միայն GTC-ում, ստեղ համով հաճ չեն տալոր, բայց շրջակա տարածքում էլի կան համով տեղեր, եկել ենք հաց ուտենք։ Ընկեր Տիգրան, մեր այսօրվա ոդքասթի թեման է աղջիկների դերը տեխնոլոգիական ոլորտում։ Ձեր կարծիքով, ձեր ոլորտում ինչի է աղջիկների անունները շատ քիչ։ Ինչն է նրանց հետ պահում դրանից։ Իրականում այդ ներկայի մասին չենք խոսա, քիչ էին անցյալում ու մի քանի ֆակտոր կար իրականում, որ նկատել եմ ինչի են ընդհանրապես IT ոլորտում, ոչ միայն game dev-ում, աղջիկները քիչ, այդ իմ սերունդից ու ինձնից նախորդ սերունդերին է վերաբերվում, հիմնականում հնարավոր է սուբյեկտիվ կարծիք լինի, բայց տեսել եմ, որ տղաներին փոքր ժամանակ օրինակ տանում են, չգիտեմ, շախմատի կամ ինչ-որ կոնկրետ մաթեմատիկական խորացված խմբակների, իսկ աղջիկներին ավելի հումանիտար կամ չգիտեմ, պար, երաժշտություն, նկարչություն այդ ուղղվածությամբ։ Ինչ վերաբերվում է այդ ծրագրավորման ֆակտորին, ինչի ստերեոտիպ կա, որ տղաները ավելի շատ են ծրագրավորման մեջ, այդ անցյալում էր, երբ որ տղաների մոտ փորձում էին մաթեմատիկական զարգացվածությունը երևի ավելի խորացնել, իսկ աղջիկների դեպքում ավելի հումանիտար կողմ էին տանում։ Բարեբախտաբար այս պահի դրությամբ կարող ենք տեսնել, որ արդեն հավասարվել է, այսինքն նույն խմբակներին են այցելում եւ տղաները եւ աղջիկները, այդ տարանջատումը այս պահին արդեն ինչքանով որ ես եմ տեսնում չկա։ Լինելով այդ հին ստերեոտիպական սերունդից, ձեր մասնագիտական ուղին ինչպես եք սկսել։ Ուրեմն համալսարանական սկզբի տարիներին, երկրորդ օրի երրորդ կուրս էի, այդ ժամանակ պետք էր արդեն ինչ-որ ուղղություն ընտրել, այդ ժամանակ որոշեցի ինչ-որ կուրսերի գնալ, որի ժամանակ կային համ ծրագրավորում, համ cyber security, համ entrepreneurship, տենց ամեն ինչը մեկում ինչ-որ սեղմ կուրսեր ու այդ ժամանակվանից ինչ-որ այդ կուրսի վերջում պետք է ստարտափով ներկայանայինք, ինչ-որ հմիկվա կուրսերի մեծ մասը էլի, ինչ տեսնենք, այդ ընթացքում մեր ստարտափը AR ստարտափ էր, ավելացված իրականությունով ու ծրագիրը, որ այդ AR ծրագիրը սարքել էինք, հիմքում Unity-ն էր, բոլորիս հայտնի Tvijok-ը, Game Dev, բայց քանի որ այդ ավելացված իրականությունը մանավանդ այն ժամանակ շատ սահմանափակ էր ու եթե շատ կրեատիվ չես կրնա ինչ-որ շատ նորարար բան մտածես, առաջ չես էր դա, բայց քանի որ արդեն ինչ-որ Unity-ն սորվել ես ու մոտավորապես, չգիտեմ, 18-19 տարեկան է երևի այդ ժամանակ ու 18-19 տարեկան սաղ կյանքդ խաղ խաղաց է, հասկացել ես, որ կուզես մտնես IT ոլորտ ու կամ մասնագիտություն ոլորտ ու համ հաճույքներիդ բավարարող ինչ-որ կոնցեպտ ունի իր մեջ, որոշեցի ինչ-որ գիտելիքներս ու այդ նախասիրությունս համատեղեմ AR-ից անցանք արդեն Game Dev ոլորտին, բայց այդ ժամանակ Game Dev դասընթացներ չկար, այդ ամեն ինչը սորվել ենք ինքնուրույն, երևի ինտերնետից ինֆորմացիա հավաքելով ու քանի որ կամպանիաներն էլ էին քիչ, սկսեցինք ստարտափային վիճակներով արդեն Game Dev-ի շուրջ մտածել։ Ու այդ ժամանակ էլ արդեն սկսեցիք մտածել հիմնադրել ձեր ստուդիայի մասին։ Հա, ինչ-որ ստարտափային վիճակներով եկավ հասավ նրան, որ ոչ թե մենք մեր թիմով կարողացել մտանք տարբեր եղած այդ քիչ կամպանիաներ գործի, այլ ուզած արդեն ստեղծեցինք մեր էլի։ Իսկ այդ ժամանակահատվածում ձեր թիմում կար ինչ-որ
կին կամ աղջիկ գործիչ աշխատող։ Հիմնականում ինչքան դասած որ ես վարել եմ game dev-ի, ամենաառաջի դասին մենք խոսացել ենք այդ game dev-ի մեջ մասնագիտություններից։ Լիքը մարդու մոտ ով որ նոր կուզեմ մտնի ոլորտ, իրանք չգիտեն, որ այս ոլորտում մասնագիտությունները բաժանված չեն երկու դերի ու վсё, ծրագրավորող, դիզայներ, արտիստ կամ այս ոլորտում կան շատ տարբեր մասնագիտություններ, որոնք որ ծրագրավորման հետ կարող են ընդհանրապես կապ չունենան, կրնան արդի հետ ընդհանրապես կապ չունենան ու կարող եմ քիչ կոպիտ հնչե, բայց եթե աշխարհում աղջկա ու տղու բաժանում կա դրած լոգիկայով որ խորանաց կմենակ ուժային ինչ որ բաների մեջ, չնայած որ այդ էլի աշխարհի կեշտային կողմ որ վերանագը, այսինքն այն գործերը, որոնք որ աղջիկը չի աշխատի, տղեն ավելի շատ կաշխատի եւ հակառակը ուժային կապած, բամբորի գործը, շինարարություն եւ այլն, կարող է կոպիտ բաներ կսեմ, ոմանց համար ոչ ընդունելի, բայց ամեն դեպքում IT սֆերայում ուժային ոչ մի գործ չկա։ Այսինքն եթե դու ծրագրավորող ես, էլի ուղեղդ կաշխատի, եթե արտիստ ես, էլի ձեռդ, ուղեղդ, ինչ-որ այնպես բաներ են, որոնք որ ֆիզիկական ուժ չեն պահանջի։ Դրա համար սելոր կամպանիայում ծրագրավորողները գերակշիռ մասը կկազմեն ու հետևաբար տղաները պետք է շատ լինեն, չկա նման բան։ Մեր կամպանիայում տարբեր էլի մասնագիտություններ կային, ընդհանուր մինչև մենեջմենտական կտորից, HR-ից եւ այլն, այդպես տարբեր մասնագիտություններ կային, որոնք որ էլի ծրագրավորման հետ կապ չունեին, չնայած որ այն ժամանակ էլի այս ստերեոտիպը կար չէ, որ եթե ծրագրավորող ես, ուրեմն տղա պետք է եղնես։ Տղաները ավելի շատ են ծրագրավորման մեջ։ Ինչ-որ դուր համար լրիվ 50-50 էր, էլի կախված էր մասնագետի մակարդակից։ Եթե դու լավ մասնագետ ես, ընդհանրապես սերին չեն նայ արդեն։ Իմ հենց Խորատա Games-ը բացելու ընթացքում համահիմնադիրներից մյուսը կին է։ Այսինքն ընդհանրապես ի սկզբանե մենք այդ տարանջատումը չենք դրել, որ պարտադիր պետք է տղաները լինեն, ղեկին, կառավարման այդ թիմում եւ այլն։ Ի սկզբանե մեր մոտ չի եղել այդ տարանջատումը։ Երբ նոր էիք սկսում զբաղվել խաղային ոլորտով, ինչն էր ձեզ ամենաշատը մոտիվացրել։ Բոլորս էլ սիրենք խաղալ ու երբ որ կուզես մտնես IT ոլորտ, բայց գործը մաքսիմալ հաճելի եղնի քեզի, ինձ թվա շատերը համարյա սաղ ով որ game dev ոլորտ է մտե, այդ առաջի պայմանին բավարարել է զբաղվել գործով, որը մաքսիմալ հաճույք կտա ու IT սֆերայում իմ կարծիքով ամենահաճելի ոլորտը հենց game dev-ն է։ Խաղերի ստեղծման ոլորտում ամենաստեղծարար մասը ո՞րն է ձեր կարծիքով։ Նայ, էլի դասներից կուզեմ օրինակը բերեմ, ինչքան դասից անցկացրել ենք, սաղի մեջ եղել է մի հատ փոքր փուլ, որի անունն է brainstorming-ի փուլը։ Երբ որ սաղ թիմով, սաղ լսարանով հավաքվեինք, տարբեր իդեաներ կգրեինք, կխզբզեինք, կոնցեպտներ կսարքեինք, ներկայացնեինք ու իմ կարծիքով եւ դասների շրջանում եւ առանձին կամպանիաների, game dev կամպանիաների մեջ ամենահետաքրքիր, կրեատիվ ու երևի նաեւ ժամանցային brainstorming-ի կտորներ, երբ որ բոլորով ինչ որ մի օր կամ մի շաբաթանոց ինչ-որ ընթացքում հավաքվում էինք, տարբեր իդեաներ էինք տալիս, գրում, ջնջում, կոնցեպտները սարքում ու ներկայացնում էինք իրար, որ հասկանանք հետագայում ինչի վրա աշխատենք, ու ոնց որ դասների ընթացքում նաև բոլոր կամպանիաներում այդ brainstorming-ի կտորը միշտ կա, որը իմ կարծիքով էլի ամենակրեատիվ, ամենահետաքրքիր, նաև ժամանցային կտորն է։ Ձեր ստուդիան ստեղծելիս ինչ դժվարություններ եք հանդիպել։ Դե այն ժամանակ, երբ որ քիչ էին ստուդիաները ու ստարտափային վիճակներից արդեն դառնար կամպանիայի նման ինչ-որ բան, այդ ժամանակ ամենամեծ խնդրին, որին որ առաջվանք, այդ կադրերի պակասն էր։ Բայց այդ մեզ շատ լավ միտք տվեց սկսել խաղերի ստեղծման դասընթացները, որպեսզի եթե չեն գտնում ինչ-որ կադրեր դրսից,
ստեղծենք մենք մեր ուզած կադրերին։ Իսկ եթե նայենք ձեր անցած ուղում, կա մի բան, որը կուզենայիք ավելի շուտ հասկանայիք։ Շատ լավ հարց էր, իրականում երևի կփորձեի դեռ ավելի շուտ, ոչ թե սպասեի 21 թվին, այլ ավելի շուտ զբաղվել այդ կադրերի ստեղծումով, ավելի շուտ կսկսեի դասընթացները, որովհետև դրա հնարավորությունը առաջել է եղել։ Ես երբ որ հիշում եմ ամենաառաջի դասընթացը, որ մենք կազմակերպեցինք, ինչ քիչ հնարավորություններ ունեինք մեկ այդ ժամանակ, բայց հաջողեցինք, կարծում եմ, որ դրանից առաջ հենց նոր ոլորտ մտնելու շրջանից սկսած արդեն հնարավոր էր այդ ամեն ինչը անել, ուղղակի ոնց որ չենք կարող այս բան գնալ անցյալ ու փոխենք։ Իսկ կա ինչ-որ բան, որ փոշմանում եք, որ արել եք անցյալում։ Չէ, կարծում եմ, որ շատ ճիշտ ուղու վրա ենք ու ի սկզբանե շատ ճիշտ ուղի ենք ընտրել ու ընդհանրապես կարիք չկա փոշմանելու ու ոչ մեկին, ով որ մտնում է այս ոլորտ, ովքեր որ հանդիպում են դժվարությունների, ոչ մեկին խորհուրդ չեմ տա հանկարծ հանձնվի, միշտ թող վստահ առաջ գնա, որովհետև այս ոլորտում հաջողելը շատ մեծ պլյուսներ ունի ի համեմատ մյուս օրինակ IT ոլորտների հետ։ Անցնենք մասնագիտական հարցերին։ Երբ մոդելավորում եք, ստեղծում եք կին կերպար խաղի համար, ուշադրություն եք դարձնում մենակ ֆիզիկական արտաքին տեսքին, ինչ որ առանձնահատկություններին, թե նաև բնավորությունը։ Օրինակ ինքնավստահ լինելը։ Իրականում փորձ չեմ ունեցել ստեղծել այնպիսի խաղի կերպար, որ ֆիզիկականից բացի նաև ինչ-որ հետաքրքիր բնավորության գծեր կունենա։ Հնարավոր է վիզուալ տեսքից մարդիկ հասկանան, որ այս կերպարը ավելի, չգիտեմ, դաժան է կամ ավելի բարի է եւ այլն, ըստ այդ վիզուալ տեսքի ու խաղի սցենարի կարելի ասել մարդկանց տալիս ենք այդ զգացողությունը կերպարի հետ կապված, բայց այդքան չենք խորած, ինչքան հիշում եմ, ոչ մի խաղ չենք ունեցել, որի մեջ այդ կերպարի մասով այդքան խորանանք, ինչը որ վերաբերվում է մարդկային կերպարներին, չնայած ունեցել ենք խաղեր, որոնք որ կենթանանման ինչ-որ կերպարիքներ ենք ունեցել, որոնք որ վիզուալը մի կողմ, շատ հետաքրքիր էմոցիաներ են փոխանցել, հիմնականում բարի էմոցիաներ։ Իսկ հիշեք որևէ կերպար, որից որ դուք ոգեշնչվել եք։ Կա նման կերպար, որից որ ոչ թե ոգեշնչվել եմ, որ չգիտեմ, այս ոլորտում առաջ գնամ եւ այլն կամ նմանատիպ կերպարներ ստեղծեմ, այլ եղել է կերպար, որը ինձ հոգեհարազատ է եղել աղջիկ կերպարներից։ Ինքը աղջիկ կերպար էր League of Legends խաղի մեջ, ով որ ինչ որ պահերի կարողանում էր վերածվել վագրի։ Ես այդ արով վագր եմ ու ոնց որ այդ կապը մի քիչ հետաքրքիր էր, դրա համար իմ ամենասիրելի կերպարներից էր հենց այդ կերպարը։ Իր մեխանիկաները ինձ շատ դուր եկան էր, իր արտաքին տեսքը, վիզուալ էֆեկտները, վերածվելը վագրի, այդ ամեն ինչը շատ սրտին մոտ էր, ու եթե ես ստեղծեի ինչ-որ կերպար, աղջիկ կերպար, իմ կարծիքով կստեղծեի այդ League of Legends խաղի Նիդալիի նման կերպար։ Ունենալով փորձ երկու սեռերի կերպարներին ստեղծելու, որն է ավելի հեշտ ստեղծել, մոդելավորել աղջիկ թե տղա կերպարները։ Իրականում երկուսն էլ հավասարազոր դժվար են։ Շատ լավ տեսնում եմ մոդելավորողների, եթե խաղը 3D է, կամ արտիստների տանջանքը մարդու կերպար ստեղծելիս, դրա համար, ինչպես նկատեցիք, հիմնականում խաղերում ստեղծում ենք ավելի կենթանանման, ինչ-որ կրեատիվ, ոչ մարդանման կերպարներ, բայց եթե դնենք կին եւ տղամարդ ինչ-որ տարանջատում ինչ-որ կերպար ստեղծելիս, կարծում եմ տարբերությունը մեծ չէ, ավելի շատ կախված է թե մնացած իր հագուստը կամ, չգիտեմ, զենքերը եւ այլն, կախված խաղից, այդ մնացած դետալները կարող է արդեն որոշիչ լինեն, էլի, բայց զուտ տղամարդու եւ կնոջ մեջ այդքան տարբերություն չկա։
Հիմա խաղերի մեծամասնության մեջ աղջիկներին շատ վուլգար կերպով են ներկայացում։ Ինչպես եք դրան նայում ձեր կարծիքը։ Թույլատրելի է թե ոչ ընդհանրապես խաղային ոլորտում։ Եվ խաղային ոլորտում, եւ չգիտեմ, կինոինդուստրիայում նմանատիպ տեղեր գնալով աշխարհը զարգանում է այդ կողմ ու ավելի շատ ստեղծում են բոլոր կերպարներին եւ խաղի մեջ կլինի եւ կինոյի մեջ կլինի ճիշտ եք ասում վուլգար, որը կարծում եմ որ հենց այնպես չէ, այսինքն ցանկությունը կա մարդկանց կողմից ինչ որ ռեակցիան այնպիսին է, որ նմանատիպ կերպարները ավելի շատ են սիրվում, դրա համար բոլորը փորձում են ավելի շատ նմանատիպ կերպարներ ստեղծել։ Ես վերաբերվում եմ որպես մասնագետ նեյտրալ այդ ամեն ինչին, հասկանում եմ, որ մարդկանց կարծիքը քանի որ պետք է հաշվի առնել ու աշխարհը այդ կողմ է զարգանում, ուզած պետք է ոնց որ նաև նմանատիպ բաներ ստեղծես։ Քանի որ նեյտրալ եմ վերաբերվում ոչ դրական, դրա համար նորից կրկնում եմ, մենք փորձում ենք ստեղծել ոչ մարդանման կերպարներ, որոնք որ նման խնդիրներ չեն ունենա։ Անցնենք արագ հարցերին։ Մի բառով խաղ, որը երբեք չեք մոռանա։ Խորաթա։ Խաղային կամ անիմացիոն կերպար, ում հետ կցանկանայիք սուրճ խմել, հաց ուտել, լավ ժամանակ անցկացնել։ Երևի GTA-ի մեջի այդ հիմնական կերպարը։ Ամենասկանդալային գաղափարը, որը մտածել եք ձեր կարիերայի ընթացքում, բայց դեռ չեք իրագործել։ Ու հələ չեմ մտածել։ Սկանդալային բաներ առայժմ չենք մտածել։ Ընտրեք Էլզա թե Մուլան, ով ավելի հետաքրքիր կերպար կլիներ խաղի համար։ Կարծում եմ Մուլան, Ինչու։ որովհետև մեխանիկաները Մուլանի դեպքում կարծում եմ շատ ավելի շատ ու հետաքրքիր կարելի էր մտածել։ Multiplayer թե single player։ Ես multiplayer խաղեր ավելի շատ եմ սիրում ու ավելի շատ եմ խաղացել երևի դրա համար multiplayer։ Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ հայտնի խաղի վրա աշխատել, որը կլիներ։ Hollow Knight երևի ամենասիրելի խաղերից մեկը Hollow Knight։ PlayStation թե Xbox։ PlayStation երևի։ Ձեր մասնագիտական ուղու ընթացքում ամենամեծ հաջողությունը որն է եղել եւ ամենամեծ ցախողումը որն է եղել։ Երևի ամենամեծ հաջողությունը կնշեմ ամենաառաջին դասընթացները այս խաղերի ստեղծման, որ արել ենք, որովհետև մինիմալ հնարավորություններով ենք այդ արել ու թե ինչպես ենք հաջողել, մինչև հիմա մոտ տենց մի քիչ կասկած է առաջացնում, իսկ ցախողումը երևի դեպք եմ ունեցել, որ սխալ գործընկերոջ հետ խաղ եմ ստեղծել, որը որ երկար ժամանակ տարավ ստեղծելու process-ը, բայց կարելի ասել վերջում արդեն ջուրը ընկավ սխալ գործընկեր ընտրելու պատճառով։ Ձեր ստուդիայում դասընթացներ կազմակերպում եք աշխատողներ հավաքագրելու համար, թե ընդհանրապես օգնելու համար։ Սերունդին աճող սարկացող։ Շատ լավ։ Ուրեմն ի սկզբանե իմաստը դասընթացներ բացելու խաղերի ստեղծման այն էր, որ զարգացնեինք Հայաստանում այս ոլորտը ու ոչ թե ստեղծելով մեր կամպանիայի համար կադրեր, այլ շատացնելու նման ստարտափային, նման փոքր ինդի կամպանիաները հենց Հայաստանում։ Երբ որ կշատանային այդ փոքր կամպանիաները Հայաստանում, այդ ժամանակ արդեն իմաստ կունենար խորանալ կոնկրետ առանձին կադրեր ստեղծելու մեջ։ Ու դրա համար մեր ամենաառաջի դասընթացի հիմքում ընկած էր այն միտքը, որ զարգացնենք ոլորտը, ստեղծենք ինդի փոքր կամպանիաներ։ Այսինքն հիմքը վերջում խմբերով արդյունք ցույց տալն էլի այդ առաջի դասընթացի։ Բալուի խորթոները, խորոդեն աղջիկները, խորոդեն աղջիկները։ Այսքանով եզրափակում ենք մեր ոդքասթը, շնորհակալություն ենք հայտնում ընկեր Տիգրանին եւ ձեզ լսելու համար։ Ցտեսություն։ Կհանդիպենք հաջորդ էպիզոդներում։ Բալուի խորթոները, խորոդեն աղջիկները, խորոդեն աղջիկները։